Բարև Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանն է, բարև ձեզ։ Տիկին Վարդանյան, վարչապետը այսօր բանակի օրվա կապակցությամբ ուղերձում քննադատել է ՀԱՊԿ-ին եւ անունը չտալով հավանաբար նաեւ Ռուսաստանին, որը զենք չէր մատակարարել Հայաստան չնայած վճարումն է եւ ՀԱՊԿ-ն իր անվտանգային պարտականությունը չէր կատարել, ասում էր ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում էր կայացված եւ նա այս վտանգը հաղթահարված է ըստ էության համարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցմամբ, բայց ո՞նց է անցել այդ վտանգը, չէ՞ որ նաև կա քննադատություն ընդդիմության դաշտից, որ պատերազմի դուռը բաց է, Թրամփի ուղի լինի, չգիտեմ, բենզին լինի եւ այլն, դրանք երաշխիք չեն, տնտեսությունը երաշխիք չի։ Շնորհակալություն, նախ շնորհակալ եմ հրավերի համար, ուզում եմ նախ եւ առաջ շնորհավորել ձեզ, Ռոբերտ, ինչպես նաեւ մեր բոլոր հայրենակիցներին բանակի օրվա կապակցությամբ, անդրադառնամ ձեր տված հարցին, ինչ վերաբերում է հիմա քննադատությանը պատասխանում եւ իրոք, այսինքն սկսեմ ուղերձից, որ իրոք Հայաստանի Հանրապետությանը զենքի մատակարարումը օրինակ խոչընդոտում էր այն, որ պետությունները վստահ չէին, որ դա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս չի օգտագործվելու այդ զենքը, եթե ուղիղ խոսենք, այսինքն նրանք խոսում էին Լեռնային Ղարաբաղի մասին, որովհետև ինչպես տեղյակ եք պետությունները չէին ընդունում Լեռնային Ղարաբաղը, որևէ պետություն չի ընդունել որպես Հայաստանի մաս կամ որպես անկախ պետություն, եւ նաեւ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները, որոնք ի հայտ են եկել ընթացս, այսինքն մեր անվտանգային համակարգը, որին մենք անդամակցում էինք, որևէ կերպ չարձագանքեց այն ժամանակ, երբ մեր սահմաններին վտանգ էր սպառնում եւ մեր սահմանները ագրեսիայի ենթարկվեցին Ադրբեջանի կողմից։ Եվ քննադատությունը մի քիչ ինձ համար անընկալելի է, ես ընդհանրապես այդ դրամաբանությունը, երբ Հայաստանի Հանրապետության շահը պաշտպանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ որևէ մեկը, եւ եթե այդ շահը հակասում է, օրինակ եմ ասում, ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանի Դաշնության շահերին, անմիջապես ընդդիմությունը բռնում է հակառակ կողմը շահերի պաշտպանության։ Ես սրանից կարող եմ ենթադրել, որ ընդդիմությունը սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահը։ Մենք կանցնենք որոշակի հակադարձումներ կային ընդդիմությունից, բայց մինչև դա իմ հարցը այն էր, տնտեսությունը ոնց է երաշխավորում անվտանգություն, չէ՞ որ այսօր աշխարհում, եթե մի քիչ սուր ձևակերպեմ հարցը, զգայլային օրենքներ են, ջունգլիների ուժն է տիրում աշխարհում եւ նույն Ալիևն էր ասում, որ ուժի իրավունքը ավելի գերակշիռ է, մինչդեռ Հայաստանի իշխանությունը հույս ունի, որ տնտեսությունը եւ գործակցությունը տնտեսական առևտուրը ճանապարհ բացելը մեզ խաղաղություն կտա։ Ոնց կբացատրեք։ Միանշանակ ես կարող եմ նաեւ էլի մեջբերում անել վարչապետի ուղերձից, երբ ասում եմ, որ խաղաղությունը դա լավագույն երաշխիքն է անվտանգության, այսինքն եթե դու ամրապնդում ես քո ձևավորած խաղաղությունը եւ դրանք ամրապնդում ես տարբեր ուղղություններով, տնտեսական ուղղությունով, չգիտեմ, էներգետիկ համագործակցությամբ եւ ապաշրջափակմամբ, այսինքն ճանապարհների դու դառնում ես տարանցիկ երկիր տարբեր պետությունների համար եւ կարեւորություն եւ սուբյեկտայնությունը բարձրանում է այդ դեպքում, որովհետեւ քո ճանապարհները, քո ընձեռնած հնարավորությունը շատերի համար է հետաքրքրություն ներկայացնում, սրանով ավելի շատ է բնականաբար ամրապնդվում այդ խաղաղությունը եւ այո, սա տնտեսությունը երաշխիքներից մեկն է անվտանգային համակարգի։ Իհարկե չեմ կարող այստեղ չնշել նաեւ մեր դիվանագիտական ողջ այսինքն արտաքին հարաբերություններում ունեցած հաջողությունները, որոնք մեր դիվանագիտական կորպուսը եւ մեր արտաքին հարաբերություններով զբաղված անձինք արձանագրել են, գալով մի կետի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության ունենալ խաղաղություն։ Սա նշանակում է, որ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար բացվելու են տնտեսական նոր հնարավորություններ, որոնք երկուսն էլ այնքան են կարեւորում, որ հնարավորինս պահելու են մթնոլորտը, այսինքն խաղաղության միջավայրը պաշտպանելու են։ Ձեր ասացի հակադիրը այն է, որ նրանք միշտ մեզ ուզենալու են ոչնչացնել։ Մի օր այդ առևտուրը կավարտեն, ճանապարհները էլի կփակեն եւ կհարցակվեն։
առևտուրը ավարտելու ճիշտ ասած process-ը մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Այլևս մեզ բենզին չեն վաճառել։ Դե այդ տրամաբանությամբ եթե մենք որոշենք, որ մեզ բենզին վաճառելու մասին չի խոսքը, այստեղ նախ այստեղ մի ամբողջ արևելքից արևմուտք դեպի ճանապարհ է բացվում, որը միայն չի սահմանափակվում Ադրբեջանի միջոցով, այսինքն Ադրբեջանի տարածքով Հայաստանի Հանրապետություն բենզին մատակարարելուն։ Սրանք ուղղակի են առաջին կարելի ասել աղունիկներն են տվյալ խաղաղության ձևավորված խաղաղության առաջին այդ աղունիկներն են եւ հետևաբար դա շատ ավելի մեծ արդյունքներ է ունենալու տնտեսական այդ տարանցիկ ճանապարհները հնարավորություն են տալու նաև Ադրբեջանին դառնալ հետաքրքիր պետություն այլ պետությունների համար, որի միջոցով կգան եւ Հայաստանի միջով կանցնեն, հա։ Այդ դուք ինչ եք մտածում, որ նա տնտեսական համագործակցության ճանապարհով կգնա, ինչը լավ կլիներ, եթե իրոք այդպիսի սցենար լինի, այսինքն պատերազմին փոխարինի տնտեսական գործակցություն, չէ՞ որ ինչպես նշեցի, աշխարհում բավականին երբեմն ամորոշ, չգիտեմ, երբեմն քաոսային, երբեմն անսպասելի, անվտանգային մարտահրավերներ թվում են ամեն դեպքում մեծանում են, չգիտեմ, ԱՄՆ-ԵՄ հարաբերություններն է սրվում, ռուս-ուկրաինական պատերազմը չի շարունակվում, Իրանի ափերին մոտենում են ամերիկյան ռազմանավեր, շուրջ բոլորը պատերազմներ եւ կոնֆլիկտներ են, մենք այսպես կովկասյան ինչ-որ խաղաղության աղավնիներ Ինչ որ չէ, մենք իսկապես կարելի ասել տվյալ ժամանակաշրջանում աշխարհաքաղաքական այս խառը ժամանակաշրջանում կարելի ասել բացառիկ դեպքերից ենք, որ վերջապես Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են խաղաղություն ունենալ եւ սա ձեռնտու է եւ եթե ձեռնտու չլիներ երկու պետությունների եւ ոչ միայն երկու պետությունների, ես կարծում եմ սա ձեռնտու է նաեւ մեր մյուս հարևաններին, եթե տարածաշրջանում երկու պետություն, ինչպես գիտեք, հակամարտում են, ապա դա ազդեցություն է ունենում նաև կողքի պետությունների վրա։ Այսինքն դուք անհամարժեք չեք գտնվում միջազգային իրադրության կարծելով, որ այնտեղ կարող է պատերազմ լինել, այստեղ խաղաղություն։ Այդ տրամաբանությամբ կարելի էր մտածել, որ այն ամբողջ ընթացքում, երբ մենք պատերազմում էինք եւ աշխարհում շատ համերաշխ ապրում էին բոլորը, մենք համարժեք չէինք եւ ինչ էր դա փոխում։ Որևէ իրավիճակ փոխում էր մեզ մոտ, արդյոք մեզ մոտ էր խաղաղություն տարածվում, երբ ամենտեղ խաղաղ էր, մեզ մոտ պատերազմական ոչ։ Դա մեկը մյուսի հետ կարող է իհարկե ազդեցություններ ունենան, բայց այս պահին Հայաստանի Հանրապետությունը կարողացել է հասնել այն իրավիճակին, որ Թրամփի ուղին եւ այն խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել են եւ որի կարելի ասել հաջողության կարևոր գրավականներից մեկը նաեւ լինելու է հենց Թրամփի ուղին, այս ամենը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս խաղաղության մեջ է ապրելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մտածելու է իր բարեկեցության մասին։ Տեսեք, պարոն Պապոյանը, էկոնոմիկայի նախարարը ասում էր Հայաստան-Ադրբեջան ձեռք են բերել համաձայնություն Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի բիտումի երկաթուղային փոխադրման մասին գործարարները կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Սա ինչ կարող է նշանակել, որովհետև հայտնի է մեր գազային կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից եւ նրա քարոզիչները հաճախ են, ասես, հիշեցնում, որ մի քիչ դանդաղ շտապեք, որովհետև տարբեր հարցերում մեզնից կախված եք, հնարավորություն կա այս սեգմենտում որոշակի դիվերսիֆիկացիա ապահովել։ Դե բոլոր ուղղություններով դիվերսիֆիկացիան մենք փորձում ենք ապահովել, այսինքն տնտեսական գրեթե բոլոր ուղղություններով, էներգետիկ բոլոր ուղղություններով դիվերսիֆիկացիան եւ այդ դիվերսիֆիկացիան էլ կարելի ասել անվտանգության երաշխիքներից մեկն է, որովհետև դու քո կախվածությունը մեկից փոխարինում ես շատ մասնակիցներից, այսինքն կախվածությամբ եւ հետեւաբար դու ինքդ դառնում ես ավելի եւ պաշտպանված եւ ավելի հետաքրքիր։ Այս առումով կարծում եմ ուղղակի նույնիսկ բանավեճի տեղ չի թողնում էլ այս հարցը, որ որևէ վիճարկելու հարց չկա։ Հետևաբար այո, մենք պետք է կարողանանք մեր բոլոր, որովհետեւ տարիներ շարունակ մեր նախկին իշխանությունները, չնայած չեմ սիրում նախկին իշխանությունների մասին խոսել, բայց ինձ ստիպում են, որ իրավիճակը ստիպում է, նախկին իշխանությունները կախվածության մեջ են պահել Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից տնտեսական առումով, քաղաքական առումով,
անվտանգային առումով բոլոր առումներով եւ այո, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ տնտեսական միության անդամ է եւ բնականաբար տնտեսությունը եւ տնտեսվարողները օգտվելով հնարավորություններից եւ այն հնարավորություններից մասնավորապես որ այլևս չկա մոնոպոլիա եւ բոլոր են տված աջակցություններից եւ ծրագրերից, որոնք կառավարությունը ստեղծել, բնականաբար սկսեցին իրենց արդեն իսկ կարելի ասել հարթ ուղով ավելի մեծ առևտուր իրականացնել, ինչը նորմալ է։ Սա բնական ռեակցիա է։ Դիվերսիֆիկացիա արվում է օրինակ ԵՄ ուղղությամբ։ Իհարկե արվում է։ Մենք մաքսային վճարների հետ վերադարձի ծրագիր ունի էկոնոմիկայի նախարարությունը եւ ոչ միայն այդ, նաեւ ստանդարտիզացման որոշ ծրագրեր է իրականացնում, նաեւ լիցենզիաների հետ կապված որոշ ծրագրեր է իրականացնում։ Բնականաբար մենք այս բոլոր ուղղություններով աշխատում ենք եւ դիվերսիֆիկացիան շատ կարեւոր է մեր տնտեսության համար, ինչի ուղղությամբ էլ աշխատանքներ տարվում են։ Շատ լավ, տեսեք, բայց այդտեղ մի բան էլ ասեմ, էլի, երբ ես սուբյեկտայնությունից էի խոսում, ես նաեւ ուզում եմ խոսել մեր արտաքին հարաբերություններում ունեցած, կարելի ասել, ինքնիշխանության մակարդակից այդ ընթացքում, երբ մենք արտաքին հարաբերությունների մեջ էլ մեր սուբյեկտայնությունը չունեինք, այսինքն մենք շարժվում էինք արտաքին հարաբերություններում ըստ Ռուսաստանի Դաշնության դիրքավորման, այսինքն ինչպիսին Ռուսաստանի Դաշնության հարաբերություններն էր, ըստ դրա էլ մենք դիրքավորվում էինք, այսինքն մենք նույնիսկ սուբյեկտ որպես այդպիսին այլ պետությունների համար այնքան անհետաքրքիր էինք եւ մեր խնդիրներն էր անհետաքրքիր։ Հիմա մենք ունենք ժողովրդավարություն, ժողովրդի ձայնով եւ ժողովրդի կամքով ձևավորված իշխանություն եւ մեր ինքնիշխանության մակարդակը կարելի ասել վերջի տասնամյակներում ամենաբարձր մակարդակում է գտնվում եւ պետությունները մեզ հետ սեղանի շուրջ են նստում եւ մեզ հետ բանակցում են, այլ ոչ թե մենք գործիք ենք, որով երկու ասենք հզոր պետություն մեզնով իրար հաթաթա են տալի կամ հարց են լուծում։ Ես ճիշտ ասած խուսափում եմ, չեմ սիրում այն հարցեր ձևակերպումից, երբ որ զոհերի հանգամանքը բերվում, այսպես շահարկվում, բան է արվում, բայց չնշեցի գինը, որը մենք վճարել ենք այս իրադրության համար, երբ որ կարող ենք որոշ հարցերում Ռուսաստանից փորձել գոնե անկախ քաղաքականություն վարել, իսկ գինը տարածքային կորուստներն են եղել, մարդկային մեծ կորուստներն են եղել եւ դա ձեր իշխանության օրոք։ Այո, դա մեր իշխանության օրոք է տեղի ունեցել եւ հարցը հասունացել էր եւ այն իրավիճակներ ստեղծվել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ինքս էլ անմասն չեմ այդ իրադարձություններից, երբ պետք է որոշում կայացնես կամ Հայաստանի Հանրապետությունն ես կորցնում, կամ շարունակում ես նույն ոճով եւ նույն, այսինքն հակամարտության ոճով առաջ գնալ։ Երբ մենք խոսում ենք գնից, այդ գինը, որը վճարել է Հայաստանի Հանրապետությունը, ինքը ձեռք է բերել անկախություն, ինչին որ ի սկզբանե Հայաստանի Հանրապետությունը ձգտել է։ Եվ այո, երբ հարցանար գին չէր, նույնիսկ ոսկորի պես կոկորտում մնացող անկախությունը ընդհանրապես բավականին թանկ հաճույք է, շատ թանկ հաճույք է։ Այդ ես մեղադրում եմ, որ ասում եք կորցրինք Արցախը դրա շնորհիվ անկախություն ունեցանք, դա է ձեր ասածը։ Ոչ թե կորցրինք Արցախը եւ դրա շնորհիվ ունեցանք անկախություն, այլ իրադարձությունները մեզ բերեցին մի իրավիճակի, որ կանգնած էր Հայաստանի Հանրապետության հարցը։ Եվ Հայաստանի Հանրապետության հարցը միշտ է կանգնած եղել։ Եվ երբ մենք խոսում ենք գնից, ես ներողություն եմ խնդրում այդ բառը այդտեղ օգտագործելու համար, հա, բայց եկեք չմոռանանք, թե 30 տարում մենք քանի մարդկային կորուստ ենք ունեցել, եւ այդ մարդկային կորուստները ոչ թե ունեցել ենք միայն սահմանին կրակոցից զոհվածներ, բազմաթիվ բախումներ, որոնք տեղի են ունեցել սահմանին, մենք մարդկային կորուստներ ենք ունեցել այստեղից արտագաղթած մարդկանց տեսքով, այստեղից իշխանություն ձեզ ասում է Արցախ ունենք եւ անկախ ենք,
այնպես չի որ Արցախ մեզ խանգարում էր անկախ լինել։ Դուք ուղղակի ձեր քաղաքականության տապալումը փորձում եք այսպես փաթեթավորել պոզիտիվ գույների մեջ։ Որտեղ է արտահայտվում այդ անկախությունը։ Ես էլ կարծում եմ, որ նախկին իշխանությունները իրենց վարած քաղաքականության, եթե կարելի է դա վարել համարել, որովհետև վարելու համար դու առնվազն պետք է ղեկին լինես, ոչ թե դու լինես ուղղակի մարիոնետի կարգավիճակում կայսրության ձեռքին, իրենց վարած քաղաքականության արդյունքում մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը զինվել էր, կարելի ասել, այն աստիճանի եւ հասել էր բանը նրան, որ արդեն պատերազմը անխուսափելի էր։ Եվ մենք ունեցել ենք այն, ինչ քաղաքականություն վարել ենք, մենք եկել հասել ենք դրան։ Հիմա մեր իշխանությունը ասում է, որ վերջացել է դա։ Մենք այլևս չենք պատրաստվում 29743 քառակուսի կիլոմետր մեր ունեցած տարածքից որևէ այլ նկրտումներ չունենք։ Մենք ունենք հարևաններ, հարգում ենք իրենց սահմանները, իրենք հարգում են մերը, այս պայմանավորվածությունները եւ այս ամենը ձեռքա բերվել, ամրագրվել է փաստաթղթով եւ մենք այլևս պետք է կենտրոնանանք մեր իրական Հայաստանի վրա, իրական Հայաստանում ստեղծագործենք եւ մեր ապագան կապենք մեր պետության, մեր ունեցածի հետ։ Տեսեք, ձեր գործընկերն է Ազգային ժողովի, հաճախ նույնիսկ չեն էլ հերքում, որ Ռուսաստանը միայնակ թողեց մեզ, Ադրբեջանը ագրեսիայի ժամանակ զենք չվաճառեց, այսինքն տվել են գումար չտվեց այդ զենքը, Արցախի մեր հայրենակիցներին միայնակ թողեց, նրանք չեն ասում այդպիսի բան չի եղել։ Նրանք ասում են եղել է, բայց Փաշինյանը, այսօր Սերյան Օհանյանն էր ասում, ձերբակալեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին, փչացրեց Ռուսաստանի այդ հարաբերությունները, դե պարզ է, եթե այդպես թիկունքից հարվածում է, սա արդեն իմ մեկնաբանությունն է նրանց գնահատականը, ակնհայտ է, որ չեն օգնելու Տիկին Վարդանյանին, այսինքն մեղավորը Փաշինյանն է, որովհետև ձերբակալեց Խաչատուրովին, հա, այսինքն եթե մարդը հանցագործություն է գործել ըստ քո պետության օրենքների, ինչ պետք է անես։ Ուզում եմ հարցնել։ Կարելի է հետ կանչել։ Դա ասում է մարդ, ով ազգային ժողովում օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է։ Կարելի է հետ կանչել, նոր ձերբակալել, ոչ թե ձերբակալել, նոր հետ կանչել։ Կա էլի այդտեղ տարբերություն։ Դե եկեք ընդունենք, որ նրբանկատ չեք եղել ամեն դեպքում։ Այսինքն նրբանկատության հարց է Ռուսաստանի մոտ եւ ընդհանրապես նրբանկատությունից ելնելով կամ նրբանկատության խախտումը ստիպել է Ռուսաստանի Դաշնությանը մի ամբողջ պետության փոխել քաղաքականություն։ Ես խնդրում եմ այդ բանը խոհանոցային մակարդակից պետքա դուրս գալ ընդհանրապես արտաքին հարաբերությունների մասին որևէ դատողություն անելիս։ Չեն կարող պետությունները իրար հետ հարաբերությունները փչացնել կամ լավացնել զուտ անձնական հարաբերությունների պատճառով։ Ոչ, պետությունները առաջնորդվում են իրենց շահերով։ Եվ դրանք մի ինստիտուտների այսպես համալիր է, որը ըստ իր շահի գործում է այդ ժամանակահատվածում։ Համընկնում են շահերը, ունենում են հարաբերություններ լավ, չեն համընկնում, ունենում են ոչ այնքան լավ հարաբերություններ։ Այս է ամբողջ պատմությունը։ Լավ, իսկ ռուսական պրոպագանդիստները երբեմն նաև պաշտոնան է այդ բարեհամբույր վերաբերմունքը ձեր նկատմամբ ինչով է պայմանավորված։ Ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է նրանով, որ եթե վատ բան չեք արել Ռուսաստանին, ինչու են կատաղած։ Մենք վատ բան չենք արել Ռուսաստանին, մենք լավ բան արել ենք մեր պետության շահերից ելնելով եւ ամրապնդել ենք մեր անկախությունը եւ հաստատվել է ժողովրդի իշխանություն, որն էլ թույլ է տվել ամրապնդել մեր անկախությունը։ Եվ եթե այս փաստը գրգռում է որոշ պրոպագանդիստների, այդտեղ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև այո, գուցե ըստ այդ պրոպագանդիստների Հայաստանը պետք է անդադար մնար ածանցյալի կարգավիճակում։ Իսկ ձեզ մտահոգեց, որ Լավրովը խոսելով հիբրիդային սպառնալիքների դեմ ԵՄ աջակցության մասին ասում է, դե քանի որ մոլդովական սցենարով են աջակցելու, այսինքն երևի կեղծելու են, հա, ընտրությունները, ես լինեի հայ ժողովրդի տեղը կանհանգստանայի, այ մեկնաբանում է Հայաստանի առաջիկա ընտրությունները 4 ամիս է, չէ՞ մնացել, մինչ ընդդիմությունը սխեմաներ է մշակում Գյումրի 2 սցենարով ձեզ իշխանազրկելու, ինչ իրավունք իրենք ունեն, եւ ասում են, որ տարբեր շարասյուններով գնալու ենք, վերջում կոալիցիա կազմենք, Լավրովը հիմիկվանից ինչ որ թվում է թե գոնե կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները։
Դե ինչպես եք հասկանում այս ամեն ինչը։ Ես որքան գիտեմ Ռուսաստանում էլ առաջիկայում ընտրություններ են, եթե չեմ սխալվում, կարծում եմ իրանք ամեն պետության ներկայացուցիչ պետք է կենտրոնանա իր պետության ընտրությունները թափանցիկ եւ արդար անցկացնելու խնդրի վրա։ Հակիրճ։ Իսկ տեսեք, իշխանությունը ասում է ես խաղաղության կուսակցությունն եմ, ընդդիմությունը պատերազմի կուսակցությունն է, ընդդիմությունն էլ ունի ձեզ հակաթես։ Մենք ուժեղ քաղաքականության եւ առաջնորդի կողմնակիցն ենք, օրինակի դեմս Սամվել Կարապետյանը, իսկ Փաշինյանը թույլ է։ Ինչու է թույլ, որովհետեւ պարտվել է պատերազմում, զիջումներ է արել եւ այլն, այսինքն որոշակի արգումենտացիա կա Հայաստանի տարածքների կորուստ եւ այլն։ Այդ դուք որպես կառավարող ուժի ներկայացուցիչ չունեք մտահոգություն, որ տանուլ կտակ այս խաղում ունենալով թույլ առաջնորդ ըստ նրանց մեկնաբանության։ Այսպես ասեմ, ես կարծում եմ այդ ակնհայտ է, որ մեր կուսակցությունը եւ մեր քաղաքական թիմը խաղաղության, կարելի ասել, այս պայն խաղաղության օրակարգի միակ սպասարկողն է, այս գլխավոր սպասարկողն է։ Բայց բոլորն էլ խոսում են խաղաղությունից։ Բոլորը չեն խոսում խաղաղությունից, բոլորը փորձում են նսեմացնել խաղաղությունը, խաղաղության դիմաց ածանցյալներ դնելով, օրինակ ասելով, որ կա արժանապատիվ խաղաղություն կամ չգիտեմ ինչ, այս ամենը ընդհանրապես կոնֆլիկտի շարունակության մասին է, որովհետև երբ հարցնում ես թե որն է այդ ձեր ասած այսպես կոչված արժանապատիվ խաղաղությունը, նրանք սկսում են շարունակել կոնֆլիկտի տրամաբանությունը, իսկ ինչու է նրանց պետք կոնֆլիկտի տրամաբանությունը, որովհետև միայն այդ տրամաբանության պարագայում մեզ նորից պետք է լինելու ինչ որ մի այսպես ասած գերտերություն, որը որ պետք է գա եւ շարունակաբար այդ կոնֆլիկտի վրա շարունակի ռեգիոնում իր այսպես ասած քաղաքական շահերը հետապնդել եւ թելադրել։ Եվ միայն այդ պարագայում կարող են նման ուժերը որպես այդ այսպես ասած մեծ ուժերի կամակատար այդտեղ հանդես գալ։ Իսկ դուք ինչու եք այդքան համոզված, որ ԿՊ-ն չի պարտվելու։ Ես չասացի, որ ես համոզված եմ, որ դուք չէ, անձամբ ձեր թիմակիցները նույնիսկ ասում են նախորդից երբեմն այդպիսի բաներ են, չէ՞, ավելի շատ ձայն կհավաքենք։ Այսպես ասեմ, որ ես որոշակի հակա, այսպես ասենք, փաստարկներ բերեցի պարտության Արցախի կորստի տարածքները օկուպացիայի այդ մեղադրանքները, որոնք հնչում են մեր թիմ, թե պարտությունը ես հասկանում եմ, որ փորձում են իրենց կուտակածի վերջի բանը, այդ ակորդը բանանել մեր վրա, այսպես ասած վերագրել մեզ, բայց ակնհայտ է, որ դա երկար տարիների սխալ վարած քաղաքականության եւ արտաքին հարաբերություններում եւ ընդհանրապես ինքնիշխանություն, որպես տնտեսություն, որպես որևէ սուբյեկտայնություն իրենից չներկայացնող պետություն շարունակաբար ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի շահերին վարած քաղաքականությամբ մարդիկ փորձում են այդ մեղադրանքը շպրտել մեր քաղաքական թիմի վրա, ինչը ինձ համար անընդունելի է։ Ես կարծում եմ եւ հետեւաբար ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի տեսնում այս ամենը։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի տեսնում նաեւ այն, որ խաղաղությանը փորձում են հակադարձել տարբեր ինչ-որ թեզերով, որպեսզի հանկարծ որպեսզի լղոզեն իրական պատկերը, որպեսզի ցույց չտան, որ այն ինչ իրենք խոսում են դրա տակ իրականում հակամարտության շարունակությունն է, իրենք դա տարբեր թեզերով լղոզում են, այդ թվում, չգիտեմ, թրիփի ուղին են սկսում, ինչ որ վիճարկել, այստեղ այսպես անեինք, այնտեղ այնպես անեինք, ամեն ինչը վիճարկում են։ Եվ հետեւաբար հայ ժողովուրդը սա շատ լավ տեսնում է եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր անկախության համար կանգնած է եւ տեսնում է բոլոր այն քայլերը, որը այսօր մեր քաղաքական թիմը արել է, այդ թվում խաղաղության ուղղությամբ, այդ թվում բանակի հզորացման ուղղությամբ, բոլոր ուղղություններով եւ այո, ես չեմ ասում, որ չկան թերացումներ, դա ուղղակի կլիներ չի թերանում միայն այն, ով չի աշխատում, կան բնականաբար թերացումներ, բայց գլոբալ հարցերում այնպիսի ձեռքբերումներ կան, որ կարծում եմ դա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ մենք առաջիկա ընտրություններում կունենանք հաղթական։ Տեսեք, հասկացա, Ջեյդի Վենսը ԱՄՆ փոխնախագահ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն է գալու, ԱՄՆ-ի հետ, գիտեք, Հայաստանի Հանրապետության
հարաբերությունները միշտ կոնկրետությունը պակասում էր, էլի։ Իհարկե նրանք մեծ ժողովրդավարության մարդու իրավունքների հարցում շատ են աջակցել եւ մեծ դոնոր են եղել որպես պետություն, եթե չեմ սխալվում 3 միլիարդ ներդրում, բայց կարող է սխալվեմ, անկախությունից սկսած հիմա տեսեք արհեստական բանականության կենտրոնի կառուցում էներգետիկ գործակցություն, որ ԱՄՆ նախագահ Թրամփը արդեն իսկ անոնս է արել, որ այդպիսի համաձայնագրեր են լինելու, ինչպես նաև Թրամփի ուղի։ Այդ ո՞րն է Հայաստանի Հանրապետության օբյեկտիվ սպասելիքը այս տնտեսական բնույթի ծրագրերից։ Տեղյակ եք նաև, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում է համագործակցություն ակնկալվում։ Հայաստանի Հանրապետության ակնկալիքը բնականաբար նման գերտերության հետ համագործակցություն ունենալն է եւ տնտեսական շահը այստեղ ակնհայտ է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ նման գերտերությունների հետ համագործակցությունը եւ վստահության մակարդակ է բարձրացնում պետության համար եւ հետեւաբար շղթայաբար բերում է նաեւ այլ պետությունների հետաքրքրությունը ներդրումները։ Սա մեր եւ էներգետիկ ոլորտում էլ իր հերթին, այսինքն ունենալ էլի դիվերսիֆիկացված էներգետիկ ոլորտ, որը մեզ ավելի անվտանգ է սարքում մեր էներգետիկ համակարգը, բնականաբար սա էլ շատ կարելի ասել ռազմավարական նշանակության հարց է։ Իսկ ներդրումների ինչպիսի հոսք սպասել։ Արդյոք սա կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ, այն իմաստով, որ եթե ԱՄՆ-ն ինչ-որ տարածաշրջանում ներդրում է անում, չգիտեմ, կոմունիկացիոն նախագիծ է մեկնարկում, արհեստական բանականության կիսաղորդիչների, այսպես ձևակերպեմ, գործարան են բացում, հա, դա նշանակում է որոշակի ուղերձ, չէ՞, նաև միջազգային ներդրողներին, որ այստեղ որոշակի կայունություն կա, չգիտեմ, էլի, ես տնտեսագետ չեմ եւ չեմ կարող ասել, այս իմաստով հնարավոր է արդյոք դա կրկնապատկել այդ ուժը։ Ես կարծում եմ այո հնարավոր է, որովհետեւ մենք տեսեք կոնֆլիկտի պայմաններում ոչ մի ներդրող չի ուզում բերի եւ կոնֆլիկտի պայմաններով երկրում ներդրում անի, որովհետեւ դա անվտանգ չի իր համար։ Իսկ արդեն խաղաղություն հաստատած երկրում եւ դրան ավելացված այն, որ ԱՄՆ-ի պես պետություն այսինքն գալիս է եւ համագործակցություն է իրականացնում եւ ներդրում է անում, սա բավական մեծ ուղերձ է, ես կարծում եմ այն վարկանիշները, որոնք միջազգային վարկանիշները, որոնք պետություններին տրվում են, այդ վարկանիշները նույնպես կարելի ասել ցուցիչ են տարբեր պետությունների համար եւ այո, սա ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ այն իմաստով, որ արդեն շատ պետություններ կուզենան, այսինքն համագործակցել եւ Հայաստանի Հանրապետությունը որպես ներդրումային միջավայր դիտարկել եւ ոչ միայն պետությունները, այլ մասնավոր ընկերություններն էլ են սրան ուշով հետևում են ներդրող անող կամայական սուբյեկտ բնականաբար հետևում է միջավայրին։ Վերջին հարցը նորություն ունենք ձեր այսպես ասած հեղինակած, բայց դեռ չշրջանառվող նախագծից եկեղեցու տնտեսական ոչ տնտեսական, թե տնտեսական գործունեության հարկման նախագծից։ Ոչ միայն տնտեսական, չէ, նորություն դեռ չունենք, ճիշտն ասած, քանի որ այլ նախագծերով եմ էլի տարված եղել, որոնք հրատապության կարգով ինձ համար ավելի հրատապ էին, բայց առաջիկայում ես կարծում եմ այդ նախագիծը ես կդնեմ շրջանառության մեջ, բայց պետք է ասեմ, որ խոսքը վերաբերում էր ոչ միայն տնտեսական հասարակական, այսինքն նշանակության տարածքներին, այլ նաև այն տարածքներին, որոնք այսինքն դրանք նաև բնակարաններ են, ուղղակի բնակարաններ, որոնք պատկանում են եկեղեցուն, սակայն իրանք գույքահարկ չեն վճարում, այսինքն նաև այդպիսի տարածքներ կան, հետևաբար այո, բացի բուն կրոնական ծառայություններ մատուցող այսինքն այդ կառույցներից մնացածի մասին է խոսքը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ծովինար Վարդանյանին։